Ուրեմն ժողովուրդ ջան, կրկնում եմ վերստին, վերաբացեք գյուղատնտեսության նախարարությունը։ Վիճակագրական տվյալներն եկավ, ինչպես տեսանք, 15% անկում է գրանցել գյուղատնտեսության ոլորտը։ Ես ստիպված գրի եմ առել, որ այս խժդժության մեջ կարողանամ մտքերս կենտրոնացնել։ Վերջին մարտահրավերներն էլ ցույց տվեցին, որ գյուղնախն ու էկոնոմիկայի նախարարությունը անհամատեղելի կառույցներ են։ Գործում են տարբեր տրամաբանություններ, կան ոլորտներ, որտեղ եթե անգամ տնտեսապես այդքան ձեռնտու չէ, պարտադիր պետք է որոշակի տրամաբանությամբ գործողություններ, ներդրումներ, որովհետև այս հարցով լուծում է պարենային անվտանգության խնդիր, լինի դա տնտեսապես ձեռնտու, թե չէ։ Տնտեսապես ձեռնտու չլինելը դուրս է էկոնոմիկայի նախարարության տրամաբանությունից։ Հիմա դուք արտաքին առևտուրը ոնց հասկացա կիսել եք երկու նախարարության մեջ։ Ոնց հասկացա արտաքին առևտուրը մտնում է նաև ԱԳՆ-ի մեջ եւ էկոնոմիկայի նախարարության մեջ։ Ես չգիտեմ ինքը ինչքանով է տրամաբանված եւ ներդաշնակ լինելու իրար հետ, ինչպես են իրար հետ փոխգործակցելու, բայց թեկուզ այս պարագայում ավելի իդենտիկ է, քան գյուղատնտեսության ոլորտը էկոնոմիկայի մեջ լինելը։ Գյուղում խնդիրները շատ են, ու այդ խնդիրների մի ստվար զանգված դուրս է էկոնոմիկայի նախարարության տիրույթից։ Անգամ տարածքային կառավարության ոլորտը, որը շատ ավելի մոտ է, քան էկոնոմիկան, ավելի մոտ է գյուղատնտեսությանը, քան էկոնոմիկայի նախարարությունը։ Ջրային պաշարներ, վարելահողեր եւ այլ բազմաթիվ խնդիրներ։ Խնդրում եմ վերաբացեք գյուղատնտեսության նախարարությունը։ Դա խիստ անհրաժեշտ է։